Ինչ վերաբերում է այլ երկրներում զենքի գնումներին, որևէ խնդիր չկա։ Դա մեր հայ բարեկամների ընտրությունն է, եթե իրենք ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա լրացուցիչ մարտակառավարների համար, խնդրեմ, եթե որևէ այլ երկրի, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու, բայց իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի նման երկրից ռազմական մարտակառավարների վրա, որը գլխավորում է, այդ երկիրը գլխավորում է ճշնամական ճամբարը եւ անձամբ նախագահ Մակրոնը եւ իր բոլոր նախարարները պարզապես ատելություն են շնչում Ռուսաստանի նկատմամբ եւ համարում են, որ այն միակ խնդիրն է Ուկրաինայի հակամարտության չլուծման համար, բայց իրենք լուծում ասելով հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների առնվազն մեկ ամսով կամ ավելի երկար ժամկետով, որովհետեւ մենք կարողանանք հանգիստ միջավայրում լրազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա իր պաշտպանական դիրքերը ուժեղացնել։ Ընդ որում այդ կոչերը առանց պայմանների հրադադարի մասին հնչեցվում են մի քանի տարի լրիվ այլ դիրքորոշում ունենալուց հետո, որը ձևակերպում էին Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ի անդամները, իսկ իրենք ասում էին երկար տարիներ ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չստանա Ռուսաստանից ավելի ուժեղ դիրքեր եւ ընդհանրապես չեն լինի բանակցություններ, ասում են, քանի դեռ Ռուսաստանը ռազմավարական պարտություն չի կրի։ Հետո 180 աստիճանով շուր եկան եւ հիմա արդեն ոչ թե ռազմավարական պարտություն, այլ հրադադար, որպեսզի Ուկրաինան լրազինվի։ Քաղաքական իմաստով իհարկե Ֆրանսիան հանդես է գալիս որպես ճշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցները իրենք պետք է որոշեն, թե որտեղ է ավելի լավ զենք գնել։ Նույնիսկ այն ամենով հանդես ինչ ես ասացի։